Հունիսյան արևը դժվարությամբ է հալեցնում 1 օր առաջ տեղացած կարկուտը, որ եկել ու հետը տարել է Կապանի Կավարդ թաղամասում մշակվող ամբողջ բերքը։ Հատուկ ընտրված խնամքով աճեցված վազերին մի քանի պոկված տերև է մնացել, որ քիչ-քիչ թոշնում է։ Ջութերը գետնին են։ Այգետերն աչքերը չի բարձրացնում, բացատրում է վազերը դեռ 2 տարի ուշքի չեն գա։ Ստեղ ինչպես տեսակ էլի մեծ կորուստ ունենք, կորուստը այնա, որ մենակ այս տարվա վնասը չի, մյուս տարի այս նույն այգին կիսատ պրատ բերք է տալու, այնպես չէ որ ռեալ բերք է տալու։ Ու այդ կարկուտ տեղի ունեցավ ամսի 15-ին, ժամը 6-ի մոտերը, ուղիղ կես ժամ եւ շատ ահավոր։ Պատկերացրեք հնացել, որ ոնց որ կադրների մեջ կա, ճանապարհն արդեն փակվել էր տան հետևը, տուն ամբողջությամբ ջուր էր լցվել։ Այս տարվա բերքը պետք է լիներ 6-ից 7 տոննա, բայց դա գնալով տարեկան շատանալու էր էլի։ Գասպար Վասիլյանը գյուղատնտեսությամբ է ընտանիքը պահում շուրջ 5 տասնամյակ, բայց ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Կապան Երևան մայրուղուն կից 3 հեկտար բանջարեղենի դաշտ ունի, որը ճանապարհի փլուզման հետևանքով մնացել է առանց ջրի։ Արևոտ Կավարտում բնակիչները գիտեն, հուլիսից հետո բանջարեղեն գնելու համար Կապան գնալ պետք չէ։ Ամռանը կարկուտ էլի է եկել, երբեմն փչացրել է սպասվող բերքի մեծ մասը, բայց որ ամբողջությամբ ոչնչացնի, առաջին դեպքն է։ 69 տարեկան կին եմ, ես նման բան չեմ տեսել իմ պատմության մեջ։ Եղել է կարկուտ բան, բայց այս կարգի, այս վնասի չէ։ Ես էլ ստեղ ծնված, ստեղ մեծ ապրած մարդ։ Ամեն տարի այգում բերքը ցանում ենք, ինչ որ ցանում ենք մեզ հերիքում է, բայց այս վատ եղանակի պատճառով չի հերիքել, պիտի ստիպված խանութներից գնանք։ Կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրևով, տներում գույք ու վերանորոգում է վնասվել, բայց կավարտցիները պետական աջակցություն միայն կարկուտի ոչնչացրած բերքի համար են ակնկալում։ Ամբողջ Կավարտն այդ վիճակի մենակ իմ հայացը չի, գան բոլոր տեղերն են լայեն, վնասի չափերը գնահատեն, գյուղատնտեսությանը պետք չի անտեր թողնել։ Կոնկրետ ասենք շատ մարդիկ ապրում են գյուղատնտեսությունով, հիմա ով որ դրա վրա հույս ա դրել, էլ ընտանիքը ինչով է պահելու, չի կարող պահի բնականաբար։ Սյունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, կարկուտից տուժած քաղաքացիներից ահազանգեր, համայնքներից դիմումներ հունիսի 16-ի դրությամբ դեռ չեն ստացել։ Պարզաբանում են, կա հստակ ընթացակարգ։ Բնակիչը դիմում է համայնքին, վերջինս գնահատում է վնասը եւ այն ներկայացնում մարզպետի աշխատակազմին։ Դրանից հետո մարզպետարանը աղետից տուժածների մասին տեղեկություններն ուղարկում է կառավարություն, որտեղ էլ որոշում են փոխհատուցում կլինի թե ոչ։ Մարզի տարբեր համայնքներից Սյունիք հեռուստաընկերությանը տեղեկացրել են, որ հունիսի 6-ից պարբերաբար կարկուտ է տեղացել նաև Մեղրիում ու Սիսիանում։ Վնասի չափը գնահատման փուլում է։